Բարև սիրելիներ, ես հաճախ առիթ ունեցած եմ քննարկումներում մասնակցելու թե on-line, թե offline սփյուռքյան հիմնախնդիրներու մասին տարիներ է իվեր կամ դասնամյակներ է իվեր ավելի ճիշտ առիթ ունեցած եմ նաև ճամփորդելու տարբեր հայահոց քաղաքներ, երկիրներ եւ այս թեման սփյուռքի թեման ինձ միշտ մտահոգություն եւ հիմնական թեմա եղած է որոնց շուրջ ուսումնասիրած եմ, հոդված գրած եմ, հարցազրույցներ կատարած եմ եւ քննարկումներ կատարած եմ տարբեր առիթներով հիմա այս բոլոր սփյուռքյան խնդիրներու մեջ առանցին տեղ կվերաբահեմ լիբանանահայության որտեղ լիբանանահայությունը եղած է երկար դասնամյակներու ընթացքին ինչու՞ չէ նաև այսօր որոշ առումներով բայց այսօր որոշ անգում ապրած է այս վերջին մի քանի դասնամյակներուն թե քանակական առումով թե որակի մարդուժի առումով ամեն բարակայի լիբանանահայությունը եղած է առաջապահ եւ թե քաղաքական, թե բանջատիրական, թե հայտարարի, թե գրթական, թե հոգեվոր, թե մշակութային, թե մարզական բազմաթիվ առումներով եւ այսօր ափսոսանք է որ այս համայնքը այս գաղութը ճունի իր երեկվա պարկը բնական պատճառներով երբեմն ոչ բնական պատճառներով անուշադրության կամ չնախապատրաստելու պատճառով այս օրը այսինքն անդեսած լալով որոշ հանգամանքներ հասած ենք այս վիճակին այդ անգումը որու մասին խոսիմ կարելի է վերականգնեցնել սակայն նախքան ընելիքներու մասին խոսիլը ես կուզեմ անդրադառնալ այն հարցին որ այս համայնքը ունի յենթահող ունի հայկական շունչ ունի նաև որակյալ մարդիկ ունի երիտասարդներ որոնք այդ ադաղցը եւ ոչ երիտասարդներ նաև բնականաբար որոնք հայկական շունչը ադաղցը պահած են եւ այդ յենթահողը մեզի առիթ կտա մտածելու որ բարարդ նյութ կա այդտեղ որովհետեւ վերամշակենք, վերակերտենք, վերստեղծենք այն ինչ որ պետք է եթե ես կարծեմ որ անհրաժեշտ է անջատվել բահմը մանավանդ այս օրերուն երբ Լիբանանը հարվածներու տակ է մանավանդ այս տարիներուն երբ ընկերային տնտեսական ճգնաժամը ահավոր վիճակի մեջ է բայց չենք կրնար չմտածել ավակայի մասին չենք կրնար չմտածել restructuring-ի մասին համահայկական առումով եւ լիբանանահայության թերը համահայկական տարածքի մեջ չենք կրնար չմտածել որովհետեւ այսօր խնդիր կա բայց ցավալիորեն այս խնդիրները գերագշիր են այսօր եւ մեզի քիչ մնալ ամոթ կսկանք որ հիմա ինչ թեմաներու մասին կքննարկենք եւ որ ժողովուրդը ռումպերուտակ է կամ աղքատության մեջ է որոշ հատվածը բայց պարտավոր ենք ամեն բարակայի մտածել աբակայի մասին մենք պիտի փորձենք միասին իմ տարբեր ընկերներու տարբեր քննարկողներու հետ միասին այդպես է բարական կքննարկենք ոչ թե միայն ախտաճանաչում կկատարենք, այլ նաև կփորձենք առնվազն մտային մարզանք որպես սկսելու համար, որտեղ ամեն ինչ միտքով եւ խոսքով կսկսի, բայց հասնել գործի, այսինքն նաև ռազմավարական քայլեր մշակել, որպեսզի խոսքը չմնա օդի մեջ խոսք։ Եվ այստեղ կուզեմ հաստատել իմ կարծիքը առ այն, որ վստահ եմ, որ մեր կրոնական, քաղաքական եւ ընդհանրապես բոլոր խմբավորումներու մարդիկ գիտակցին այս դժվարությունը, որ համայնքը ունի եւ համացայն գլան պետք է ուղղակի թրթել, հրահրել այդ ծրագիրը, բայց համացայն գլան վստահաբար, որ Լիբանանը վերականգնվի, բայց ինչ ձևով, ինչ միջոցներով եւ ինչ մարդուժով, այդտեղ է խնդիրը։ Հիմա նախքան այդ մի քանի ախտաճանաչումներ ըսի քիչ առաջ որ բնակչության թիվը բացած է հայ բնակչության թիվը Լիբանանի մեջ ի համեմատություն 70-ական թվականներուն եւ կբացի շարունակաբար բարեբախտաբար շատերը Հայաստան գերտան բայց մենք կենտրոնանանք հիմա Լիբանանահայության որպես համայնք այդ
բարեբախտությունը, որ Հայաստանը գոյություն ունի արտագաղթի առումով եւ հայրենադարձության առումով, դա զանց պիտի չառնենք բնականաբար կարևոր հանգամանք է։ Երկրորդ հանգամանքը կա, որ ի տարբերություն նախորդ տասնամյակներու հայերը կոմպակտ գետոյի մեջ չեն ապրիր, այսինքն գետո գսեն ոչ թե ժխտական առումով, որտեղ մեր բարակային գետոն նաև ունի իր դրական անդրադարձը համայնքի ինքնագաղաբարման առումով, բայց տարածքային առումով բուրճամուտեն դուրս եկած է մեծամասնությունը եւ կացած է այլ տեղեր, բայց նաև պետք է նշել, որ այդ այլ տեղերը Տրիպոլի չէ, Սայդա չէ կամ Բեյրութի հերավոր շրջանները չեն ընդհանրապես, այլ հայահոց տարածքը ստեղծված է, բայց ավելի դուրս կան բուրճամուտը, այսինքն բուրճամուտյան մտածողութենեն բուրճամուտեն դուրս եկած ենք, բայց ոչ անպայման բուրճամուտյան մտածողութենի դուրս։ Նաև պետք է նշել, որ Շտորայի, Զահլեի եւ հատկապես Անջարի հայությունն իր դեղը ունի մեր ընդհանուր ծրագրի կամ մտածողության մեջ, ծրագիր ասելու դեր շուտ է ծրագրի մասին խոսիլը, ուղղակի ծրագրի մասին պետք է քննարկենք։ Նաև կա այլ հանգամանք, որ նշмарած եմ, իմ ախտաճանաչումս կրնա լալ շատ ճշգրիտ չլա, անհամաձայնությունները լան, բայց ընդհանուր միտքն է կարևոր այստեղ։ Իմ տպավորությամբ ընդհանուր ժողովրդի եւ այդ մեկը կդրսեւորվի նաեւ ընտրություններու ժամանակ, պետական նախախորհրդարանական կամ այլ ընտրություններու ժամանակ, բացած է կամ հերավորություն մգա ժողովրդին եւ ղեկավար մարմիններու կամ կառույցներու միջև։ Ես միշտ համեմատական կնեմ 20 կամ 40 տարի առաջ, ինչպես էր այդ հավատքը, այդ ակնկալությունը եւ ինչպես է այսօր։ Բացատրելու գարիք չկա, թե ինչու հասած ենք այստեղ, բայց երևույթը այդ է։ Կա նաև այլ երևույթը, որ թե դրական է, թե ժխտական էլեմենտներ կբարունակե իր մեջ, այն որ մենք ունենք հարաճադեմ երիտասարդություն, ինչ շատ լավ բան, բայց այդ հարաճադեմ երիտասարդությունը զարգացած, կրթված կապ չունի ոչ բոլորը, ոչ կապ պրոգրամացություն, որ խարսխված այսպես վիճակի մեջ է հայկական իրականության մեջ, կառույցներու շուրջ, կառույցներու մեջ, բայց կա նաև զարգացող հարաճատեմ երիտասարդություն, որ արդեն հայկական կառույցներու մեջ ինքնին չի տեսներ, կամ քաղաքական ուղղություններու մեջ ինքնին չի տեսներ, եւ սա նաև մտավախություն է, անհամապատասխանելիության խնդիր կա։ Մյուս կողմը հիմնահարց, այսպես կոչեմ, դպրոցը։ Բարեբախտաբար մենք ունենք, հիմա չեմ գիտեր տիվը դպրոցներուն, ես կհիշեմ, որ 1-2 տասնամյակ առաջ 27-ը հաշված էի, հիմա դերևս վստահաբար բացած են, ամեն բարակայի բացի բացած ըլլալեն, նաև թուլացած են, այսինքն գրտական խնդիրներ են բացի, որոնց չեմ անդրադառնալ, քանի չեմ տիրապետեր, կա նաև վճարողականության խնդիր ծնողներու, աղքատ մարդիկ կան, որոնք չեն կրնար դպրոց վճարել, հայ դպրոցը ինքը ունի իր ֆինանսական դժվարությունները, հայ դպրոց չկացող երիտասարդներ կան նյութական դժվարություններու պատճառով պետական դպրոց կերտան եւ կա նաեւ հայկական դպրոցի մակարդակի եւ այստեղ կընդհանրացնեմ, չեմ նշեր հատուկ դպրոցը կամ մեկը կամ մյուսը, բայց կա տպավորություն, կա խոսք, որ հայկական դպրոցի մակարդակը բարձր չէ, կնախընտրեմ ավելի սուղ վճարել, քանի միջոցներ ունիմ կամ նույնիսկ եթե միջոցները չունիմ, քանի ծնող եմ եւ կուզեմ, որ իմ երեխաս երթա բարձրակույն կրթություն, ադորամար պետք է բարձրակույն կրթությամբ, այսինքն բարձրորակ կրթությամբ դպրոցներ տանի, ուրեմն ընտրությունը կերտա կամ որոշ հայկական դպրոցներու կամ ավելի ուժեղ հիմքեր տվող արաբական դպրոցներ։ Եվ այստեղ մեկ ծնողքին կարելի է ընդունել, մեկ երեխային կարելի հասկանալ, բայց ընդհանուր համայնքային առումով եթե դիտենք հարցը, տարվե տարի հայկական դպրոցի
արժեքը գնվազի եւ որքան քիչ լան աշակերտները այնքան նաեւ ֆինանսական խնդիրներ գծակին եւ այլն հայ դպրոցը այսօր մեծ մարտահրավերներու առաջ կանգնած է եւ նաեւ ասեմ որ հայկական դպրոց որոշ դպրոցներ հայկական կամ պետական դպրոցներ կացող հայ երեխան կարծես կսեմ չեմ ուզեր բնդումներ ունել կարծես դատապարտված է ամենավերևները չբարձրանալու օրը ի տարբերություն այդ արաբական կամ այլ դպրոցներ կացող ամուր հիմքեր ունեցող երեխայի հետ այսինքն այստեղ տասակարգային նաև բյուջեական նաև հնարավորություններով նաև խնդիրն ալգա այդպես է կյանքը բայց այդպես պիտի չլա մեզի համար որ մենք եթե կուզենք հավասարություն կամ կհավատանք հավասարության շանս տալու հավասար շանսեր տալու մարդկանց զարգանալու առումով ուրեմն ադոր լուծումը պետք է այլավես գտնվի կա նաև երևույթ որուն հետս ավելի կհանդիպիմ իմ Լիբանան այցելություններուց արիթով կամ հանդիպած եմ արդեն այդտեղ բնակության ժամանակ հայ երիտասարդությունը բազմաշերտ է բազմաշերտ կնշանակե ոչ միայն հարուստ աղքատ այս շրջանեն այդ շրջանեն այլ նաև մտածողության mindset-ի առումով կա երիտասարդություն որ կարճած է ուսակցության մշակութային միության կամ նույնիսկ հոգևոր կյանքի եւ այլն կա երիտասարդություն որ բայց բացառություն չէ Լիբանանի համար հատուկ չէ այս վիճակը երիտասարդություն կա որ չունի ամենօրյա կապ կամ ընդհանրապես կապ հայկական իրականության հետ, բայց հայերեն կխոսին եւ կա երիտասարդություն, որ արդեն հայերեն չի խոսիր, ընդհանրապես չի խոսիր, կամ կխոսի գիտե խոսիլ, բայց չի խոսիր, գիտե խոսիլ, բայց հայ ընկերտ չունի այլևս, եւ այստեղ կբացվի նաեւ խառն հարաբերություններ, չեմ խոսիր խառն ամուսնությունների մասին, մինչեւ այդ խառն հարաբերություններ, որ շատ բնական է, համալսարանը այլտեղ, այսինքն այստեղ դատապարտելու խնդիր չկա, այստեղ երևույթները արձանագրելու խնդիր կա, որովհետեւ այդ երևույթներն մեկնած մենք կողմնորոշվենք, թե ինչ կարելի է անել։ Եվ նշмарելի է նաև հայերենի նահանջը։ Փոքրամասնություն մնա այսօր, որ հայերենին կտիրապետե կրակեցևով։ Մեծամասնությունը, որ հայերեն կխոսի, լավ հայերեն չի խոսիր։ Կա փոքրամասնություն, որ սկսած է արդեն լավ ընդհանրապես հայերեն չխոսիլ եւ այսպես շարունակ։ Այսինքն այն երևույթը, որ Ամերիկայի մեջ, Ֆրանսիայի մեջ, Արժանտինի մեջ կա ցուլման շատ հերավոր, շատ ուշացած կերպով սկսած է մտնել լիբանանահայության մեջ։ Ուրեմն 30 տարի հետո ինչ պիտի լա, այսօր պիտի մտածվի այդ 30 տարի հետոյվա մասին։ Այս իրավիճակները մեկնած կարելի է պատկերացնել, որ այդ 30 տարի հետո ինչպիսի սերունդ պիտի առաջ գա մտայնությամբ, ոչ թե միայն հայերեն խոսել չխոսելով, նաև մտայնությամբ, նաև կապվածությամբ առումով, այսինքն ոչ ազգայինին հակված կամ հոգը չէ, թե ինչ կնեն հայերը, կառույցները քաղաքականության մեջ կամ իրենց ներքին կյանքի հայկական կյանքի դրսևորման մեջ, բայց բարեբախտաբար եւ սա է այն հիմքը, որով վրա կարելի է հենվել, Լիբանանը ունի չեմ ուզել ասել փոքրամասնություն կամ մեծամասնություն, այդ չէ խնդիրը, ունի հատվածներ իր մեջ, որոնք թե հայերենի, թե հայկական զգացումի, շունչի ամեն առումներով իրենք պատրաստ խմոր են այդ աբակա ուժեղ հայկական լիբանահայ գաղութը վերագերդելու առումով։ Լիբանանահայությունը ախտաճանաչումի մի քանի կետեր նշեցի, բայց նաև խոսենք առավելություններու մասին։ Առավելություններն մեկը այն է, որ ընդհանուր առումով լիբանանյան pedagogan մագարտակով մենք ներկայացական իրավունք ունենք, որպես ճանաչված համայնք եւ արտոնություններով, նաև մասնակցային առումով։ Հիմա ուրիշ հարց, որ այսօր ունենք նախարարուհի, որ շատ որակյալ է
երեք ունեցած ենք նախարարներ կամ խորհրդարանի անդամներ, որոնք այսպես ու ուրիշներ այնպես, որոնք իրենց գործին պաշտոնին գիտակից չեն եղած, իսկ շատ շատերը արժանավայել կերպով իրենց վարդականությունը կատարած են։ Այդ մանրամասնությունները մեկ կողմ դրած, բայց ունենք այդ առավելությունը, որ ես չեմ գիտեր, ես կենտադրեմ, որ լավ չենք օգտվիր, որպես համայնք, բարձրապես այդ ալ մեկ կողմ տնենք, որովհետև այդիկա քննարկումի առարկա է եւ կրնա իմ դիտարկումը շատ սխալ լալ։ Դպավորություններով չեմ ուզեր առաջնորդվել, բայց կբարձրացնեմ իմ դպավորություններս միաժամանակ։ Ուրեմն սա առավելություն մնա։ Համայնքային համախմբվածությունը նաև առավելություն մնա։ Պատերազմի օրերեն 70-ականներու մինչև այժմ հայ ազգային կուսակցությունները ժողովներ, այսինքն երկխոսություն մը կա։ Սա շատ կարևոր է։ Եթե չլար պիտի ցավային կա, թե ինչ արդյունք կտա եւ ինչ հարցերու շուրջ, արդյոք միայն ճգնաժամային հարցերու շուրջ է երկխոսությունը, թե ամենօրյա համայնքը ուժեղացնելու, փոխհարաբերությունները ստեղծելու եւ այլն, սա չեմ կարծեր որ կա, ինձի գտվի որ չկա, բայց եթե կա ուրեմն դա եւս առավելություն է։ Ամեն բարակայի ներասկային այսպես համագործակցության ոգի մը կա։ Չմոռնանք, որ լավ Լիբանան, լավ այլ վայրերու մեջ համայնավարներու եւ տաշնակցականներու, հնչակյաններու եւ տաշնակցականներու, ռամգավարներու եւ տաշնակցականներու, այսինքն այսպիսի խռովություններ եւ պատմություն կա այս իմաստով։ Ադոր համար է որ գսեմ առավելություն է նաեւ որ առնվազն երկխոսություն կա։ Մեծ առավելություն է Լիբանանի համար, որ Գիլիգիո կաթողիկոսությունը Լիբանանի մեջ է, այսինքն Գիլիգիո կաթողիկոսը Լիբանան նստած է, Լիբանանին գործե, Լիբանանի համար առավելապար գործե երևի, որ իր ներկայությամբ, իր կաթողիկոսարանով, իր գրատարանով, իր հրադարագություններով, իր գրքի ցուցանիշներով, ի վերջո կաթողիկոսությունը Լիբանանի, Հունաստան չէ, Կիպրոս չէ, Կալիֆոռնիա չէ, Լիբանանի։ Այս առավելությունը կարելի է այս երևույթը կարելի է մեծ առավելության դեր վերածել։ Ըսի որ քիչ առաջ դպրոցական համագարկը թույլտված է ընդհանուր որպես երևույթ, մանրամասնություններու մեջ չեմ մտներ եւ չեմ դիրապետեր, այսինքն հետաքրքրված եմ, հարցեր տված եմ, ծանոթացած եմ իրավիճակին, բայց ամենօրյա ուսուցիչ չեմ, դնորեն չեմ կամ ծնող չեմ, որովհետեւ ես ինձի թույլ տամ մանրամասնություններու մեջ մտնելու։ Սակայն արկայությունը հայկական դպրոցի, ինչպես այսօր Փարիզահայության կամ ասենք Ֆրանսահայության մեջ 10 դպրոց կա մոտավորապես, սա առավելություն է, բայց 10 դպրոց այսքան 5.5 միլիոն քառակուսի մետր տարածության վրա 5-600 հազար հայու համար շատ քիչ է, իսկ Լիբանանի մեջ ես կհիշեմ ԱԴՄ 27 դպրոց կար հայկական եւ բոլորը կոմպակտ այդ տարածքի մեջ, այսինքն Ֆանարեն մինչեւ Անտիլիաս մինչեւ իհարկե արևմտյան Բեյրութը չհաշված նախորդ դասնամյակներուն։ Ուրեմն նաև համալսարանի արգայությունը, պատկերացրեք, որ այսօր Լիբանանը ունի միակ սփյուռքյան հայկական համալսարանը, Հայգազյանը։ Այս բոլորը առավելություններ են, որոնց վրա կարելի է նաև չմոռնամ Տբրևանկը, իմ սիրելի Տբրևանկը Բիգվայայի մեջ, որ փոքր թիվերով, բայց ազգային հոգևոր կրթական մշակներ գարդատրե, եթե բառը ճիշտ է, եւ այս առումով ես վստահ եմ իմ փորձես մեկնած, որ Տբրևանկը դեռ ավելին կրնա անել, բայց սա արդեն ուրիշ քննարկումներու նյութ է եւ մեր բոլորիս քաչալերանքին թե ֆինանսական, թե այլ բարոյական գարիք ունի, այսինքն ես չեմ գիտեր, թե նյութականի գարիք ունի Տբրևանկը, բայց մեր քաչալերանքի ամեն բարակայի գարիք ունի եւ այս շունչը, որ այդտեղ կա, որուն ականատես եւ վկան եղած եմ, ես վստահ եմ, որ դեր հրաշքներ կնագործել, եթե որոշ ետեներ իրագործվին։ Առավելությունները մեկը, դուք եթե Լիբանանահայ եք լսողներդ այս վիդեոն, չեք պատկերացնել ինչ կնշանակե ընտանիքի մեջ
փողոցը դպրոցի մեջ նույնիսկ հայկական դպրոցի մեջ հայերեն չխոսիլ, այսինքն դուք ունիք մենք որպես լիբանանահայեր ունենք հայախոսությունը որպես առավելություն, որպես դրամակլուղ, որովհետև մեր առաջին լեզուն հայերենն է, հետո արաբերենը, եթե լավ խոսենք, հետո անգլերենը, եթե լավ խոսենք, բայց ուրեմն մեծամասն սա հարաբերությունն է, որում վրա կարելի է կերտել։ Գրողը ժամանակին ասած էր ֆրանսահայ հայերեն չիմանալը խնդիր չէ, կարելի է շատ լավ հայ լալ, ինչպես որ այսօր կան աշխարհի շուրջ կողմը հայերեն չխոսող շատ լավ հայեր, բայց հայերեն իմանալը քեզ կվերածի ավելի լավ հայի, որովհետև հիմք կուտա նաև շատ բացվելու քո գաղափարության խորքերուն եւ այլն, այսինքն հայերենի իմաստությունը, բայց նաև սա անհրաժեշտություն է ազգի պահպանման առումով, որովհետև մենք կտեսնենք, որ եթե մեկ հայը լավ հայերեն չի խոսիր կամ մեկ համայնքը լավ հայերեն չի խոսիր, կսես կարևորը լավ հայ են, ակտիվ են Հայաստանին գոկնեն, համայնքին գոկնեն, բայց սերունդ առ սերունդ այս ոչինչ ասելը եւ ընդունիլը այս իրավիճակը մեզ կտանի այնպիսի անկում, որ անհետադարձ հետևանքներ ունի։ Լիբանանահայ համայնքը երևի, հիմա եթե համեմատությունը կատարեմ, ամենաշատ հպարտություն ապրող համայնքն է Սփյուռքի մեջ։ Հիմա կրնալալ միան արժանտինցի հայերը, արժանտինի հայերը այսպես շատ չերմ են հայկական կյանքի մեջ իրենց բորշդուկներով, իրենց ժպիտներով եւ այլն, տեսած եմ, ականատես եմ, շատ խանդավառ են։ Բայց արժանտինցիներեն բացի միայն լիբանանահայության մոտ կտեսնես, որ հոմենտմենի ֆուտբոլի խաղերուն, հոմենմենի ֆուտբոլի խաղերուն, որ ականատես եղած եմ անցնող դասնամյակներուն, մասնակից եղած եմ, ոչ թե միայն ականատես, բասկետբոլի խաղերուն, ինչպես հոմենտմենի կայլեր կարելի է հնչեցնել, առաջնահատակ ցեղի ամահներ եւ դիմացի արաբական խումբերը նույնիսկ սպասեն մինչև կայլերքը ավարտվի, նույնիսկ իրավարարները խաղը չսկսին, սա հպարտության առիթներ, միան լիբանանահայությունը այսպիսի բան կրնանել եւ գնե։ Հպարտության զգացումը, կապվածության զգացումը, որ շատ շատերու մոտ կա, սա մեծ առավելություն է։ Երիտասարդության քաղաքականացումը, այսօր լիբանանահայությունը շատ բինտ երիտասարդություն ունի կապված կուսակցության, հատկապես դաշնակցության, բայց ինչու՞ չէ նաև հնչակյան կուսակցության, չեմ գիտեր բարական ռամգավարներու բարակային, բայց այս վիճակը, այս հոգեվիճակը, այս կապվածությունը, այս գաղափարախոսական խորքը, որ կա, եւ դաստիարակությունը, գիտելիքը եւ այլն, արիտ կտա մտածելու, որ այստեղ այլ տեսակի դրամակլուղ կա, որում վրա կարելի է շատ բան կերտել։ Եվ ճիշտ է, քիչ առաջ կսեի, որ տնտեսական ճգնաժամ է եւ մանավանդ 2019-ին ի վեր տրամադրային ճգնաժամ է, հավաց են գումարները եւ այլն, բայց այս համայնքը ունի ֆինանսական հնարավորություններ։ Վաղը օրերը կփոխվին, վաղը նորեն զարգացում կլա, կյանքը կշարունակվի, հույսով եմ, որ խաղաղություն կտիրե եւ ամեն բարակայի նույնիսկ առանց խաղաղության պայմաններու տակ գտնվելու լիբանանցին միշտ ստեղծագործած է, աշխատած է եւ հարկված է իր աշխատանքին համար, այնպես որ այս համայնքը ունի նաեւ որոշ ֆինանսական հնարավորություններ, ավելի քիչ այսօր, բայց վստահ եմ, որ ավելի շատ վիդելան վաղը։ Հիմա շարքը դեռ կարելի է երկարել, ավելի ճիշտ է մեկ հատ այսպես SWOT analysis կատարվի համայնքի կապակցությամբ եւ այդ սկսած մտածել թե ինչ անելու մասին։ Ինչ անելու համար պետք է մեկ հատ մենք պատկերացնենք թե մեզի պետք է ռազմավարական ծրագրի մշակում, ոչ թե հատուկենտ գետեր, խոսակցություններ, կարծիքներով, մտքերով կսկսի ամեն ինչ, բայց պետք է ծրագիր։ Այդ ծրագիրը հիմա պլան Մարշալ կգոչենք, ինչ կգոչենք, չեմ գիտեր, բայց պետք է հիմնահատակ մտածել կերտելու ապակա Լիբանանը։ Այն մտահոգությամբ, որ լիբանանահայը արժանի է ավելի լավ հայկական
կյանքի զարգացած կյանքի հայկական առումով, այն առումով, որ ներողություն, որ ինքը ունի այդ ադաղցը եւ այդ ադաղցը գործընծնելը ափսոս է, երրորդ, որովհետեւ ինքը շատ բան ունի տալու թե Հայաստանին, թե համահայկական առումով։ Այս համայնքը կարելի չէ դանել խեղտամահ անել ժամանակի առ տարի, այլ պետք է վերականգնել։ Ադոր համար ռազմավարական հայացք պետք է, բայց պետք է մտածենք, ինչպիսի լիբանանահայ համայնք պետք է գերտենք եկող տասնամյակներուն եւ ինչպես հասնել ադոր։ Նախ հայերեն չսորվող երդասարտություն կա։ Ըսի շատերը հիմա թիվերու մասին չեմ գնահատել, բայց պատկերացնենք, որ կեսը հայկական դպրոց չեն երթար։ Իսկ եթե այսօր կեսը չեն երթար, վաղը պիտի լա այդ կեսեն ավելի պիտի լա կամաց։ Հույսով եմ ոչ։ Այդ հայերեն չսորվող հայերով ով պիտի սպաղվի, ով կսպաղվի այսօր։ Այսինքն այսօր սերունդը կմեծնա, որ հայերեն գրել կարդալ չգիտեր, խոսիլ գիտե։ Իսկ վաղը սերունդը պիտի մեծնա, որ գրել կարդալ չգիտեր, խոսիլ ալ շատ պիտի չգիտնա։ Այսօր պետք է մտածենք այդ մասին։ Ինչ գործիքներ կարելի է օգտագործել փոխանցելու համար հայերենի տարբեր տեսակի խոսքը դպրոցի մասին չէ, դպրոցը խոսեցանք, դպրոցի մասին առանցին նաև պիտի խոսիմ։ Ինչպես հայտնաբերել այն հայերը, որ ցանկություն ունին եւ գաղափարներ ունին եւ բան ունին դալու հայկական կյանքին, Հայաստանին կամ հայ համայնքին, բայց իրենք կորիզային հայկական կյանքի մեջ չեն, կուսակցական չեն, եկեղեցու արարողություններու մեջ չկան, մշակութային կյանքի մեջ չկան, տեկեյան, համասկային եւ այլն, հոմենմեն, անտրանիկ չեն հաջախեր, բայց այդ հայերը գոյություն ունին եւ եթե գոյություն ունին եւ AUB ավարտած են, չգիտեմ որ համալսարանը ավարտած է, մասնակից են, 15 տարվա կյանքի աշխատանքային փորձ ունին, աշխարհ տեսած են, այդ հայերը եթե ունին նաեւ ցանկություն մասնակից դառնալու, ով կբերես իրենք դեպի համայնք, ինչպես կրնանք իմանալ, որ իրենք գուզեն մասնակից դառնալ եւ այստեղ կա նաեւ շերտային քաղաքականություն մշակելու խնդիր, այսինքն individualize, customized բաներ, ծրագրեր, չենք կրնար ամբողջ համայնքի հետ նույն ոճով խոսիլ, երիտասարդներու հետ ուրիշ պատկամ, մեծերու հետ ուրիշ պատկամ, ծնողներուն ուրիշ պատկամ եւ այլն։ Ինչ որ սի լեցուն բան նշած եմ կովս բզդիկնոտեր, բայց չեմ ուզեր ժամանակը ծեր ավելի խլել, մանավանդ լիբանանահայերուն, որոնք ինձ մե ավելի այսօր դեղյակ են այս ասածներես եւ նորություններ չեն իրենց համար, բայց կարևոր խնդիրներ կան, որ մտածելակերպի եւ ռազմավարական մտածողության, ստրատեգիկ մտածողության խնդիրն է, որ մեր ղեկավարության եւ մեր վրա որպես անհատներ դրված է, որ ինչ գնահատականներ որ ունենք, ադոնց պիտի հետևին գործնական քայլեր։ Գնահատականներուն շուրջ կրնանք անհամաձայն լալ, բայց ի վերջո հասարակած հասկացողությունը կկոյանա եւ ադոր հիման վրա կփորձենք բան անել։ Այդ բան անելը ինչ է։ Նախ ճշտենք ցանկություն ունենք լիբանանահայությունը վերա աշխուժացնելու։ Չեմ ուզեր ասել 70-ական թվականներու парքի օրերուն տանելու։ Համեմատելու խնդիր չկա, օրերը փոխված են, սերունդները փոխված է, աշխարհը փոխված է, 70-ականներուն կոմպյուտեր չկար, այսօր ռոբոտ կա։ Աշխարհը փոխված է, այսօրվա աշխարհի հայացքով ակնոցներով պետք է դիտենք նաև այս հարցը։ Նաև հարց կարող ենք մեր այդ նախկինի հետ չհամեմատելու առումով կարծրատիպերեն դուրս գալ եւ նորովի մտածել, ինչպես կսեն out of the box, այսինքն
ոչ գետոյական։ Ըսի քիչ առաջ գետոն իր առավելությունները ունեցած է մեզի համար։ Այսօր եւս ունի իր առավելությունները, բայց գետոն ժխտական առումով պետք չէ ըմբռնել։ Գետոյեն դուրս ելնելն ալ ժխտական առումով պետք չէ ըմբռնել, այլ աշխարհի զարգացման հետ կայլ բահելու եւ մեր երիտասարդության հետ կայլ բահելու խնդիրն է, որ մեր առջեւ դրված է։ Լիբանանահայությունը, ու ես կրնամ վկայել իմ անձնական կապերով, ունի այնպիսի ներուժ, թե արդյունաբերական, industrial, թե արհեստագիտական, այսինքն բանի, տեխնոլոգիներու առումով, թե նորարարության, innovation-ի առումով, թե մարդկային բարձր որակներու առումով, թե լեզուներու, ահա որ թրական այսպես խմոր կա լիբանանահայության մեջ։ Ես կպատկերացնեմ, որ այս restructuring-ը կամ re-engineering-ը, որ կարելի է եւ պետք է անել լիբանանահայության աբակայի համար, անոր մասնակից պետք է դարձնել ոչ թե ղեկավարներով կամ ղեկավարներու սիրելիներով, ոչ թե վատ իմաստով կսեմ, սա շատ բնական է, ղեկավարները թե պետք է ընդգրկված լան, թե իրենց խմբերը, իրենց մոդիկները, իրենց գործակիցները պետք է ընդգրկված լան անկասկած, բայց ղեկավարներու եւ ղեկավարություններու կողքին առանցքային դեր պետք է խաղան այս հարցի կապակցությամբ բոլոր այն մասնակիցները, որոնք թե ազգային ոգի ունին, թե պատրաստ են մասնակից դառնալու, թե մասնակիտական հսկայական փորձ ունին։ Հիմա գրնալալ մեգու փորձը industry-ի մեջ է, բայց management-ի վարպետ է։ Մյուսը project manager է, strategic thinking ունի։ Եվ այլն եւ այլն։ Brainstorming-ներու հիման վրա ճանապարհային կարդեսը կգերդվի, որովհետեւ այդ կարդեսը համապատասխանը լա համայնքի ոչ թե ֆանտաստիկ գաղափարներու, այլ քաղաքական հայակերտման, դաստիարակչական լեզվի պահպանման, Սփյուռք Հայաստան կապի հաստատման, մեկ ազգ, մեկ մշակույթ հասկացողության զարգացման, այս առումներով է, որ պետք է այդ մասնակիցները իրենց ներդրումը բերեն։ Եվ այս շերտը մեր անդեսված շերտը մեր երիտասարդության եւ ոչ երիտասարդության պետք է միացնել։ Հիմա շատերդ գիտեք, որ միասին հարթակի հիմնադիրն եմ, հեղինակն եմ, մենք արդեն on-line ենք, փորձարկումները ավարտած ենք, բայց բնականաբար ամեն օր որակական այսպես բարձրացումի ցկտումի մեջ ենք, աշխատանքի մեջ ենք եւ բազմաթիվ գործառույթներ, ֆիչերներ կան, որ դեռ պետք է ավելնան, ու սա մնայուն process է, որ պիտի միշտ ավելնան։ Եվ բարելավինք արդեն մենք AI արհեստական բանականությունը մտցուցած ենք եւ հիմա հատուկ կերպով չկտապենք այդ ուղղությամբ, այսինքն կփորձենք կատարելագործված հարթակ ստեղծել, արդեն ստեղծած ենք։ Հիմա մենք ինչպես կրնանք օժանդակել, այստեղ կա քիչ առաջ խոսեցա Marshall Plan-ի մասին։ Այսինքն plan A-ը այդ մեծ ցկտումն է, որ լիբանանահայությունը եկող 10 տարիներու աշխատանքի բերումով դառնա նոր կերպարանափոխվի եւ եկող իր 50 տարվա ավական պատրաստ է։ Ընթացքին մինչև այդ ծրագրի լալը գայացումը եւ մինչև այդ եւ ծրագրեն հետո կան կորձեր, որ կարելի է անել։ Ոչ թե plan B-ն առաջին պլանի ցախողության որպես դարբերակ, այլ մինչև առաջին պլանի գայացումը plan B-ն կարելի է իգոց դնել։ Եվ այստեղ է, որ միասինը գրնա օգտակար դառնալ։ Եվ միասինը ոչ քաղաքական շարժում է, ոչ քաղաքական կուսակցություն է, ոչ անհատական ցկտումներու հակորդ տվող ինչ որ երևույթ է, այլ կորձիկ է հայության համար, որովհետեւ կարողանանք բոլորս օգտագործել, բոլորս adorամար կոչվի միասին, անկախ կուսակցական, քաղաքական, հարանվանական պատկանելիություններու բոլոր հայության ծառայելու նպաստած է, պիտի նպաստե, ուրիշ կերպ կարելի չէ պատկերացնել։ Մենք կրնանք օրինակի համար տեսնել, թե ինչպես կարելի է զանազանել
հայկական շունչ գրող այն երիտասարդները, որոնց մասին քիչ առաջ խոսեի, որոնք կրնան ներդրում ունենալ հայկական իրականության մեջ։ Իրենք պիտի չդրսևորեն իրենց ցանկությունը, բայց մենք պիտի գտնենք զիրենք։ Ինչպես զանազանել այդ երիտասարդը, որ մարզական կամ մշակութային հակում ունի, եւ մենք իր զինք բերենք դեպի հայկական մշակութային դաշտ։ Համայնքի միությունները չունին այդ փորձը, այդ աշխատելավոճը, որ երթան ժամանակին Երուսաղեմին շատ փոքրեի եկած էր վարդապետը, որովհետեւ Երուսաղեմի սաներ փնտրեր Լիբանանյան հայության մեջ, եւ ես բախտով ասկագանի դունը հանդիպած էի, եկած էր փնտրելու, հարցակնելու, տեսնալու որակները եւ այլն։ Այսպիսի դեմարշը, այսպիսի մոդեցումը ես չեմ պատկերացուցած, չեմ տեսած, որ Լիբանանի մեջ կամ այլ դեղ գոյություն ունի, որ երթանք դեպի ժողովուրդը։ Այս գործիքը միասինը ինքը ալգորիթմներով իր կհայտնաբերե ով է, ով ինչ ցանկություն ունի։ Եվ ադոր համապատասխան կամ մարդկանց կամ գարույցներու կարելի է մոդեցնել։ Որովհետև ինչու հնարավոր է, որովհետև մասնագետները, օգտատերերը իրենք ֆիլտրաժի ճամփով իրենք կհայտնեն իրենց ովը լալու մասին, ինչ սիրելու մասին, ինչ լեզու խոսելու մասին, ինչ միության հագում ունենալու կամ չունենալու մասին, բայց բարդատիր չէ, իրենք ինչ դեղեցություն ուզեն գտնեն կամ չեն տնել։ Նաև կրնան տնել թե ինչ ցանկություն ունին, ինչ կուզեն գտնել միասինի մեջ, եւ ըստ այնը միասինը կրնա պատասխանել։ Այդ պատասխանները կրնանք մենք համագարկված կերպով եկեղեցու հետ, կուսակցության հետ, կուսակցություններու հետ, միություններու հետ, իմիջայլոց միությունները ունենալու են դեռ չենք սկսած գովաստային հատվածը, որովհետեւ մենք ավելիալ թիվ ապահովենք, որովհետեւ գովաստները սկսենք, բայց բոլոր միություններում անխդիր ազատ եւ անվճար գովաստային այսպես հնարավորություններ պիտի տրվին, որովհետեւ մենք կհավատանք միասինի մեջ, որ միությունները ու որպես հայ անհատ, որ միությունները շատ հսկայական գործ կկատարեն, միության ղեկավարները ինչ տիպի միություն որը լա, հսկայական գործ կկատարեն, բայց կա ժողովրդի հատվածը տեղյակ չէ, չի գնահատեր, մարդիկ իրենց ընտանիքներեն, իրենց ժամանակեն, իրենց գործեն կզրկվին, նույնիսկ գումար կտնեն, իրենց կրբանեն, կծարայեն, բայց գնահատված չեն։ Որովհետև իրենց աշխատանքը չէ գովաստված կամ նեղ շրջանակներ են երբ միայն։ Եվ այս առումով միություններու մեր քաչալերանքը նաև ցև մնե, որբեսի այդ հերավոր հայը տեսնի այդ միության աշխատանքը եւ եթե ճատրակ է, բար է, դուդուկ է կամ քաղաքական հագումով գործունեությունը ինքը նաև իմանա այդ մասին եւ ուզե մոդենալ։ Ինչպես ցերկ երկարել հայ անհատին։ Մենք տեսած ենք, որ օդարները տարբեր երկրներում մեջ կգործեն, որ մենք ամեն օր նստած ենք իրար կօգնենք։ Ճիշտ է, որ իրար օգնելու ցկտումը ցանկությունը կա, բայց մեխանիզմները չկան։ Երկու հայ իրար կրնան օգնել։ Երբեմն նաև երկու հայ կուզեն իրար հետ չաշխատել, կնախընտրեն օդարի հետ աշխատել, որտեղ իրար հետ ավելի շատ խնդիր ունին, բայց օդարին կրնան գծնել, բայց իրարու նկատմամբ առույց են։ Քրիստոֆոր Միքայելյանը իր պատմական շարիկ գրության մեջ այդ հայկական մտայնության մասին բավական թիբուկ կերպով խոսած է տարբեր առումներով, ոչ միայն այս, եւ այդ ախտաճանաչումը կարելի է մինչև այսօր կատարել, որ մեր մոտ այսպես զնային թերություններ կան, որոնց հաղթահարելը կարծես դժվար է, բայց ամեն բարակայի այդ ուղղությամբ կարելի է աշխատել։ Այսինքն մենք ցանկություն ունենք, միտում ունենք մտայնություններով վրա աշխատելու, սերունդափոխության ժամանակ այդ նաև մուտք գործելու mindset-ի փոփոխությամբ եւ այստեղ է որ սոլիդարիտին շատ կարեւոր է եւ մենք ունենք մեխանիզմներ որովհետեւ ցույց տանք ամեն հայու լա այդ ծնող իր երեխաներու համար լա այդ երդասարդ կամ ոչ երդասարդ իր բիզնեսին համար իր
ստարտափին համար, իր ուսանողական հետաքրքրություններուն համար, իր գործ գտնելուն համար, որ հարթակ մգա, որ կստեղծե այդ արիտները։ Չեմ ուզել շատ մանրամասնել, բայց դուք պատկերացրեք, որ մենք լիբանանահայության մասին ենք անի խոսքը, ունենք միասենի լիբանանյան դարբերակը, որ լիբանանցիներու համար է, նաև լիբանանահայերու բնականաբար, բայց լիբանանցիներ որպես եւ լիբանանյան սփյուռքի համար։ Այդ հարթակի մեջ կարելի է տեսնել այնպիսի հնարավորություններ, այդ հնարավորությունները առաջի հերթին գիսել հայության հետ, որովհետեւ հայության opportunity-ները բացվին եւ հայը զգա, որ եւ ծնողները զգան իրենց ավակներուն համար, որ հայմը շագերտյալ այսպես մեզի կօգնի, հայերը մեզի կօգնեն, հայերեն ակնկալիք կարելի է ունենալ, այսինքն հույս կա թեր որ հայը կրնա ինձ օգնել, որովհետեւ օգնելը շատ կարեւոր է ծնողքի համար, եսագետրոն գտվի ըլլալ այս միտումը, բայց շատ բնական է, որ ես կուզեմ ինձի համար, դու կուզես քեզի համար օգուտ մկաղել, եւ մենք պետք է որպես հայություն ոչ թե դալու նվիրվելու այդ մշակույթին դուրս գանք, ընդհանրակը դա պետք է զարգացնել, բայց միայն դալով չէ, միայն solicitation չէ, նվիրատվություն կատարել, ապրիլ 24-ի մասնագիծը լալ, այստեղ ներկա լալ, դոմս գնել, որովհետև այսինչ մշակութային միություն դալ, եւ պիտի շարունակենք դալ, բայց ինչ կրնանք առնել, որտեղ մարդ արարածը պետք է տեսնի նաեւ, որ կնտակը որ կուղես, իդ վերադառնա քեզի։ Եվ այդ բոլոր հնարավորությունները այս գործիքը ունի իր մեջ, այսինքն ցանկություններու մասին չէ խոսքը, այլ ալգորիթմներու մասին է խոսքը։ Չեր կարեմ հայ ստեղծագործողները, կրեատիվ մարդիկ, քանտակագործ, երաժիշտ, մարզիկ եւ այլն, մենք պետք է հնարավորություն ստեղծենք ու ունենք այդ պլատֆորմը այսօր, որ ոչ թե միայն համալիբանանյան այսինքն լիբանանահայկական մագարտակով միայն, այլ համահայկական մագարտակով տեսանելի դարձնել, օրինակ դուդուկահարմը, որ կրնալալ, որ Վալենսիայի մեջ, Իսպանիայի մեջ տեսնեն զինք եւ հրավիրեն միջոցառման կամ պրոդյուսերը Նյու Յորքի մեջ այդ տաշնակահար տղուն տեսնեն միասինի մեջ եւ ալգորիթմներն են որ պիտի աշխատին այստեղ Վարդան Գաբրիելյանը պիտի չնստի, պիտի չհերացայնի մեկը մյուսին կապելու։ Ամբողջ մեխանիզմներ են, որ ստեղծված են ու կան արդեն մեր հարթակի վրա։ Չեր կարենք ահավասիկ Լիբանանի համար ինչեր կարելի է կատարել։ Կարժե նաև հիշեմ մեկ կետը, որ on-line համալսարանն է։ Այսօր մենք լիբանանահայության մեջ ունենք շատ որակյալ արհեստավորներ, որոնք դպրոցը կանուղցկած են։ Իրենց համար այլընտրանքային alternative համալսարանի գաղափարը կա, որ 2027-ի սեպտեմբերին պիտի սկսի, բայց մենք մեր հաշվարկներով մենք ավելի շատ շուտ պիտի սկսենք եւ անվճար է բնականաբար եւ ոչ թե միայն հայկական նյութերով, այլ soft skills, որովհետեւ հայը ուժեղանա, հայը leadership սորվի եւ այլն, այսինքն բավական այսպիսի հետաքրքրական նյութեր ունենք։ Ինչ կարելի է ասել թե Լիբանանի հայության համար ինչ կարելի է թերնել։ Ես վստահ եմ, որ տեսեք, ես եղած եմ հիմնադիրներն մեկը Լիբանանի մեջ կերտված Յանս Կլաբի։ Այդտեղ մոտավորապես 50-70 մասնակետ հայեր էին, որոնք կուսակցական կամ ապակուսակցական TV հոստեր էին, fashion դիզայներներ էին, ադամնապուժ, ինժեներ, մարդիկ, որոնք որոշ որակ եւ այսպես մագարտակ ունին, բայց իրենք չեն տեսներ այդ դասական միջավայրներու մեջ, որովհետեւ ինչպես որ քիչ առաջ կսեի, այդ անհամապատասխանելիությունը կամ մտայնություններով։ Եվ այդտեղ իմիջի այլոց մոտ 10-12, եթե չեմ սխալիր, ամուսնություններ տեղի ունեցան, նույնատիպ, այսպես նույն որակի, նույն ցևի մարդկանց միջև եւ շատ հետաքրքրական բաներ, փորձեր մեզի համար։ Այսպիսի արիտներ պետք են համախմբվելու, ոչ միայն այսպիսի, տարբեր տեսակի եւ վայրեր պետք են, ոչ թե
կուսակցական ակումբներ միայն կուսակցական ակումբներու կարևորությունը եւ իմիջի այլոց ամեն բարակայի ինչ որ նորարարական մոդեցում պետք է գիրարենք եւ ինչ որ մարդիկ պետք է կան որ տեսնեն քաղուտը համայնքը ինչ թերություններ ունի որ պետք է շտկենք մեկ սկզբունք պետք է որթեքրենք երբեք չուրանալ կատարված ու կատարվող աշխատանքը երբեք չուրանալ զոհաբերությունը այդ բոլոր մարդկանց հազարավորներու որոնք անցած են եւ այսօր կգործեն ոմանք սխալ կգործեն ոմանք ինչ որ թերություն ունին այդ բոլոր մանրամասնություններ են այսօր կա մարդիկ որոնք գերտած են այս համայնքը եւ հաստատած են այս պատվավոր մագարտակի հաճս լիբանանցիներուն բայց մենք մեր թերությունները պետք է ընդգծենք պետք է մենք մեզ գնահատենք եւ դրական քայլերով դիտենք դրական հայացքով դիտենք թե մեր թերությունը թե մեր առավելությունները եւ գերտենք չեմ գրնար չսել որ հայ դբրոցի վերակերտումը ուժեղ դբրոցի ուժեղ ուսուցիչի վարձատրված ուսուցիչի լավ վարձատրված ուսուցիչի սա պայման է նախապայման է մեր հաջողության համար եւ դբրոցը այնքան ուժեղ պետք է լա որ մեր եկող սերունդները չսեն որ ես հայկական դբրոց չկացի ինչ լավ է դիտեսեն որ ես հայկական դբրոցով անցնելով կացի AUB եւ Փայլուն ուսանող եղա եւ հետո կարիերս ստեղծեցի այդ դբրոցը պետք է գերտել եւ այդ դբրոցը կգերտվի ոչ խաթիրով ոչ սիրելիները բերելով պաշտոններու այլ արհեստավար մարդիկ նույնիսկ եթե պետք է երբեմն գադակով կսեմ չինացի պետք է բերել լավ մենեջեր թող բերե հայկական դբրոցը կառուցի հայկական ոգիով բայց իր բարդականությունները այս են եւ ոչ թե հայկական ոգիով պատասխանատու որ ճունի արհեստավարժական այսպես ադակ չէ այդ գործին ադակ չէ եւ դրված է այդտեղ կարծեմ նաեւ այդ ընդհանուր գործի մեջ նաեւ ֆոնդի մասին պետք է քննարկել ազգային ֆոնդ ընդհանուր ֆինանսավորում ապահովող ֆոնդ որու մասին կարելի է քանի մտքեր կան քննարկումներ եղած են կարելի այդ մասին ուրիշ առիթով խոսիլ Հայաստանի հետ կապը մեծ առավելություն է այսօր արտակարգ գսենք պետք է լա բայց եթե պիտի լա միայն դեպի Հայաստան եւ Հայաստան եթե լա դա առավելություն է եւ Հայաստանի հետ կապերը կարելի է հետաքրքիր կերպով ուժեղացնել եւ այստեղ մենք կրնանք օգտակար դառնալ որպես միասին նաեւ ցավով պետք է արձանագրել որ հայագիտական կենտրոնը տարիներ առաջ փակվեցավ ինչ պատճառներով հիմնականի մեջ ուսանողներ չունենալու պատճառով նորմալ չէ որ միակ հայագիտական կենտրոնը փակվի Լիբանանի մեջ ինչս էլ է ուսանող չկա պետք է ամենալավ ու վատ մտքերը ունենալ այդ ուսանողները գտնելու եւ խրախուսելու ինչ ցևով որ լա ինչ միջոցներով որ լա որ այդ ուսանողները կան եւ հայագիտական մշակներ պատրաստվին որովհետեւ հայագիտությունը շատ կարելի չէ անհատական նախաձեռնության եւ աշխատանքի այդ ալգավ բնականաբար շատերը կկատարեն բարք իրենց բայց պետք է համագարկված լա ամեն բարակայի այս երկար զրույցը որ պիտի այսքան երկար շլար կատարեցի գիտակցելով լիբանանահայության երեկվան արժեքներուն երեկվա թերակատարության եւ վաղվան թերակատարության եւ անհրաժեշտության ոչ թե միայն եթե ըլլա լավ կլա չէ պետք է որ լիբանանահայությունը ըլլա ուժեղ եւ իր արդացոլացումը գտնե նաեւ համահայկական ոչ թե միայն համասպյուրքյան համահայկական մագարտակով այսինքն տրամակլուխ մնե որ մե հրաժարիլ կարելի չէ ուղակի շատ ուրախ կլամ եթե անհատական հաղորդակցություններով ձեր կարծիքները ձեր մտքերը ինձ հետ նաև կիսեք այս զրույցը շարունակելու համար մենք հաջորդին ես կուզեի նաև խոսել ոչ այս անգամ բայց ուրիշ առիթով թե ինչ կարելի է անել ինչ պետք է անել ուղղակի կարծիք Սուրիա հայության մասին Սուրիա հայությունը այսօր
պետք չէ ցերկերը մենք լվանք, մեր ցերկերը եւ ասենք որ սա է վիճակը ու վերջ։ Այդտեղ ինչ որ կա նույնիսկ այդտեղ տրամակլուխ է, որ մե հրաժարիլը ափսոս կլա։ Շնորհակալություն բոլորիդ կներեք, որ այսքան երկար խոսեցա, եթե գրծակ հետևիլ մինչև այս բահը, ուրեմն ապրիք դուք եւ շնորհակալ եմ։ Ցտեսություն։